Պարոն Ծառուկյան, ուզում էինք ասենք, ինչի համար հարցեր չունենք, որովհետև ասահման վստահություն ունենք ձեր հանդեպ։ Դրա համար հարցերը ստեղ արդեն ավելորդ են դառնում։ Ես ասել, Ժողովուրդ ջան, հիմնական հարցը, ես գիտեք, ասենք, սովորական աշխատող ընտանիքից եմ, որը կամաց կայացնելով, տեսնելով, ասու կամոք, սաղ իմ բնակավայրը գիտեն ինչից եմ սել, ու միշտ էլ ցանկացել եմ օգտակար լինել, պիտան լինել, օգնել ով որ դիմել է։ Ու հիմա այս վիճակով նայելով, արդեն իմ, ոնց ասեմ, ես իմ տեղը չեմ գտնում։ Մենք այսքան խեղճացած այս վիճակում կյանքում չեղել, միշտ հպարտ ժողովուրդ ենք եղել, ասելու բան ենք ունեցել, այսօր ասելու բան չունենք։ Դրա համար իմ միտքը մտա, որ գոնե մի բան կառուցեմ իմ ազգի, իմ ժողովրդի համար, որ Քրիստոսի արձանը, գոնե իմ ազգը, հայությունը, որ աշխարհով մեկ կարասի հպարտանա մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք։ Գոնե դասի դա հպարտությունը, դե չէ մենք էլ ասելու բան չունենք, սա պրծել է։ Մենք աշխարհի առաջի քրիստոնյա, դա մեծ ճանաչում գտա, մեծ հզորություն գտա, հիմա ասենք թե մեր տարածքներում որտեղ կառուցում ենք, հողը 10 անգամ թանկացել, հələ չենք բացել, ու ավելի է թանկանալու։ Եթե մի քանի միլիոն տարեկան տուրիստ գա, էլ չեն ասելու Բրազիլիա, այլ ասելու են Հայաստան, Կոտայք, ու մի քանի միլիոն մարդ գա, այդ մարդիկ, այդ միլիոն, ասենք 10-20 միլիոն տուրիստ գա, մենակ ասենք թե Աբովյան չի գալու, Հրազդան էլ է գալու, գնալու է Սևան էլ է գնալու, Ջերմուկ էլ է գնալու, այդ գումարները ժողովուրդը հարստանալու է, եթե եկավ ասենք թե 10-20 միլիոն մարդ, եղբայրան, դա արդեն մոտավորապես կազմում է, եթե 5,000-ով էլ հաշվեմ, չգիտեմ քանի միլիարդ է կազմում, որ ասենք դե 100 միլիարդ չասեմ, գոնե ասենք դե մեր երկում 20 միլիարդ գումար մտավ, այդ գումարը մնալու է մեր ժողովրդին, աշխատողին էլ, գյուղացուն էլ, ծառայողին էլ, տաքսիստին էլ, բիզնեսով զբաղվող մարդին էլ, բոլոր աշխատատեղա լինելու, այդ գումարը մնալու է մեր ժողովրդին ամեն տարի։ Դրա հետ մեկտեղ երկու խոշոր ծրագիր էլ որ իրականացնեն, չեմ ասում գործանդնեն ինչ-որ 120,000, երկու խոշոր ծրագիր պետք է պետությունը նայի, իրականացնի և բոլորի դեմքին և ժպիտ կգա, և փայլ կգա, ինձ թոշակների համար ասեմ, առաջնայինը այն Զամբյուղի հարցը պետք է կարգավորի, որ իրանք հաշվարկել են, Զամբյուղը, միջին Զամբյուղը, ինչքան է պետք, 78,000, որ մարդը գոնե կարողանա ինքը մենակ ծնվելով ապրի։ Հիմնական դա պետք է կարգավորվի, նոր դրանից հետո ամեն տարի ասենք թե կավելանա 5,000, 10,000, 15,000, ինչ որ ասում եմ, ես իմ խոսքերին տերեմ, չեմ այսօր ասում, որ 150,000, 200,000, կամաց դրան պետք է ասնի, պետք է տնտեսությունը զարգանա, գումարներ կան, որ այդ գումարներն էլ ճիշտ բաշխվի ժողովրդի մեջ, ասենք եթե տնտեսական աճ եղավ երկրում, տնտեսական աճը մի տոկոսը մեր երկրում 25 միլիարդ է, եթե ասենք թե 12% տնտեսական աճ լինի, ուրեմն 300 միլիարդ, 300 միլիարդից տարեկան 10 միլիարդը տուր թոշակառուին, 10 միլիարդը տուր առողջապահությանը, 5 միլիարդը տուր ուսանողությանը, 5 միլիարդը տուր բազմազավակ ընտանիքներին, որ ասենք թե հիմնական պատերազմի մասնակիցներին, վիրավորներին, որ մարդիկ զգան իրենց մասին մտածող, այսօր սա անտեսված, պատերի նստած, խեղճացած, մտքերի մեջ չգիտեն ինչ անեն։ Այտենց է, այտենց չի ժողովուրդ։ Որը մեղավոր է ժողովուրդ, ով է, դուք եք։ Հիմա նորին ենք խոսում, ժողովուրդ ջան, կարևորը դուք իրար հետ պետք է շփվեք, պետք է կիսվեք, ով կարա անի, իրար հետ խոսեք, ոչ թե ճարտար խոսալուն նայեք, այլ մարդու ապրածը նայեք, մարդու կյանքում, այն հայրենասիրությունը բաժակաճառ չէ ու ինչքան ավելի գեղեցիկ խոսած, հայրենասիրությունը մարդը իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենալ։ Այսօր ես ես նորից եմ ասում, ինչը վերցել եմ, զարգացել, ծաղկացել եմ, սպորտը վերցել եմ, սպորտը, որ 2-8 տարի մեդալ չեղի անկախության օրով, մի անգամից 4 տարի հետո 6 հատ օլիմպիական
մեդալներ ենք բերել, կազմակերպել եմ դպրոցներ սարքել, բացել, գույքով, սպորտսմեններին թոշակներ նշանակել ես 25 տարի, արդեն մրցումներին մենք թիմային առաջի տեղն ենք գրավում, թիմային։ Այն ժամանակ ունեցել ենք 2 սպորտսմեն, մի հատ Բախտամյան, մի հատ Աշոտ Դանիելյան։ Այսօր արդեն ամենաբարձունքի վրա կանգնած է, դա ինչի նշան է։ Թոշակներ եմ նշանակել, կազմակերպել եմ, դպրոց եմ բացել, Օլիմպիական կոմիտեն եմ սարքել, դրել եմ ամեն ինչը, տարեկան 200 մեքենա եմ նվեր տվել։ Օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել, որ ոգևորենք, դրսի գնացածներին հետ եմ վերել։ Մեր ժամանակ ոչ մեկը դուրս չի գնացել։ Իսկ սա ինչի նշան է։ Այսօր միայն մի ոլորտ կա, սպորտը, ուրիշ մի հատ ոլորտ ցույց տուր, որ դա զարգանում է, աճում է, որ կարող է մրցակիցներին աշխարհի որևիցե մի ոլորտի։ Ինչ։ Ձեր շնորհիվ։ Բայց մենակ իմ շնորհիվ չի, որ ճիշտ կազմակերպել ենք, պետք է գործի ժողովուրդ արդարությունը։ Չի կարող ասենք, թե ուժեղին չտանեմ, թույլին տանեմ, հետին բարեկամնա կամ մարզիչի մոտիկնա կամ մրցավարի։ Հակառակ կպատժեմ, նրան գործից կերացնեմ, եթե նա անարդարացի մոտեցում լինի։ Բոլոր ոլորտներում էլ կա անարդարությունը, պետք է սկզբունքը ճիշտ լինի։ Պետք է կարողանաս ճիշտ որոշում կայացնես, պետք է հաղթի ուժեղը, բան իմացը, խելացին արդյունավետը։ Ու այդ ավելորդ բան պետք չէ։